Սա է տարբերությունը այն բանի միջև, եթե կիրառես այն, ինչ հիմա քեզ սովորեցնելու եմ այս տեսանյութում, եւ եթե չկիրառես։ Եթե ուզում ես սովորել, թե ինչպես անել ես բազմացումները եւ ստանալ հենց sense արդյունք, մնա ինձ հետ, որովհետեւ շատ մարդիկ սկսում են անել կտրոններ, անում են այն, ինչ տեսնում են տեսանյութերում, կտրում են ճյուղը, դնում են ջրի մեջ կամ հողի մեջ, խնամում են, բայց օրերն անցնում են, շաբաթներն անցնում են ու շատ կտրոններ չեն աշխատում կամ գրեթե ոչ մեկը չի ստացվում։ Եվ հենց այդ ժամանակ ենք սկսում մտածել, որ մեր ձեռքը չի բերում, որ ուրիշների մոտ ստացվում է, իսկ մեզ մոտ ոչ, ու դա կարող է ցանկացածին հիասթափեցնել։ Բայց խնդիրը ոչ թե բույսն է, ոչ թե կտրոնն է եւ ոչ էլ բախտն է։ Այս տեսանյութում ես քեզ ցույց եմ տալու, թե կոնկրետ ինչն է տարբերություն ստեղծում, որ կտրոնը արմատ տա եւ ինչպես կիրառել այս գործընթացը, որպեսզի իրականում մեծացնես հաջողությանդ հավանականությունը։ Դիտիր, հիմա կբացուցեմ։ Երբ ճյուղ ես կտրոն պատրաստելու համար, միշտ նույն բաներն են տեղի ունենում, նույնիսկ եթե դրանք տեսանելի չեն։ Կտրելու պահին առաջանում են երկու անմիջական խնդիր, եւ հենց այստեղ է, որ գրեթե բոլորը սխալվում են։ Առաջինը ջրազրկումն է։ Այդ կտրվածքը բաց է մնում եւ շատ արագ սկսում է խոնավությունը կորցնել։ Թեև ցողունը դրսից կարող է կանաչ ու առողջ երևալ, ներսից կամաց չորանում է։ Երկրորդ խնդիրը սնկերն ու բակտերիաներն են։ Այդ կտրվածքը բացդում է։ Եթե միկրոօրգանիզմներ ներթափանցեն, ցողունը սկսում է մգանալ, փափկել եւ վերջում ներքևից փտում է։ Եվ հենց տեղը, որ կտրոնների մեծ մասը կորցվում է։ Բանն այն չէ, որ դրանք չեն կարող արմատներ տալ, այլ որ չեն կարողանում հաղթահարել այս երկու առաջին խոչընդոտները, ճիշտ խոնավությունը պահպանելն ու կտրվածքի վարակումը կանխելը։ Միայն երբ կտրոնը հաղթահարում է սա, բույսը դադարում է պաշտպանվել եւ կարող է սկսել անել այն, ինչ գիտի նոր արմատներ ձևավորել։ Ահա թե ինչու հիմնական արմատները ստիպելու մեջ չէ, այլ առաջի օրերին կտրվածքը լավ պաշտպանելու մեջ։ Եվ հետաքրքիրն է, որ սա կարելի է անել շատ པարզ բաներով, չէ՞։ Տանը եղած մեր ուզ։ Ինչեւ ինչ-որ բան խառնելը, եկեք տեսնենք ինչի կարիք ունենք։ Մեզ պետք է ալոյե վերայի մի տերև, որից կհանենք 2 ճաշի գթալ միջուկ, 1 թեյի գթալ մեղր, կես թեյի գթալ դարչին փոշի, մի ճյուղ թարմ կամ չոր ռոզմարին եւ 1 ասպիրին։ Բայց զգույշ եղեք, որովհետեւ ասպիրինից շատ քիչ ենք օգտագործելու 5-րդ մասը կամ նույնիսկ ավելի քիչ։ Եվ ահա այստեղ է հիմնական գաղտնիքը։ Հետաքրքիրն այն չէ, թե ինչ կա ցուցակում, այլ այն, թե ինչ է անում յուրաքանչյուր բաղադրիչ, եւ դրանք միացնում ենք։ Ալոե վերան ամեն ինչի հիմքն է։ Առաջինը ինչ անում է, խոնավեցնում է կտրված հատվածը եւ կանխում, որ այն շատ արագ չչորանա։ Բացի այդ, ալոեն պարունակում է վիտամիններ ու բնական ֆիտոհորմոններ, որոնք օգնում են բույսին վերականգնվել կտրվածքի սթրեսից։ Դա նման է հանգստացնող կրեմ քսելուն հենց այն տեղում, որտեղ ամենաշատն է պետք։ Մեղրն էլ մեզ շատ է օգնում, այն կտրվածքի շուրջը ստեղծում է նուրբ շերտ։ Չի ծածկում ամբողջությամբ, բայց զգալիորեն դժվարացնում է սնկերի եւ բակտերիաների ներթափանցումը։ Դա պարզ պաշտպանություն է, բայց շատ արդյունավետ։ Դարչինը սնկերի դեմ մեծ դաշնակից է։ Հրաշքներ չի գործում, բայց զգալիորեն նվազեցնում է փտածությունները, որոնք ամենատարածված պատճառներից են կտրոնների ձախողման դեպքում։ Ռոզմարին պարունակում է բնական միացումներ, որոնք օգնում են կտրվածքի շրջակա միջավայրը պահել ավելի մաքուր եւ նվազեցնել խնդիրները այդ առաջին շատ նուրբ օրերին։ Իսկ ասպիրինը ստեղ պետք է լավ հասկանալ, թե ինչի համար է այն։ Այն չի օգտագործվում արմատներ ստեղծելու համար։ Ասպիրինը պարունակում է սալիցիլաթթու, որը օգնում է բույսին ավելի լավ հաղթահարել կտրվածքի սթրեսը եւ ակտիվացնել իր պաշտպանական մեխանիզմները։ Այսինքն այն չի ստիպում բույսին որևէ բան անել, պարզապես կանխում է, որ այն շատ շուտ թուլանա։ Ահա թե ինչու են օգտագործվում են նվազագույն քանակությամբ։ Այստեղ չի հաղթում նա, ով ամենաշատն է ավելացնում, այլ նա, ով լավագույնս աջակցում է բույսին։ Եվ հիմա ուշադիր եղիր, որովհետև հենց այս մածուկը պատրաստելու ձևն ու հերթականությունն են, որ շատերը կրկին սխալվում են։ Եվ հիմա արդեն քայլ առ քայլ պատրաստելու են արմատակալման մածուկը։ Այստեղ կարևորը ամեն ինչ անել հանգիստ եւ պահպանել չափաբաժինները։ Մի ամանի մեջ դնում ենք 2 ճաշի գթալ ալոե վերայի միջուկ։ Եթե օգտագործում ես տերև, միջուկը հանում ես այնքան, մինչև ունենաս այդ 2 գթալը։ Այնուհետև ավելացնում ենք 1 թեյի գթալ մեղր։ Դրանից հետո ավելացնում ենք կես թեյի գթալ աղացած դարչին։ Հիմա վերցնում ենք մի փոքրիկ ճյուղիկ ռոզմարին, մատներով կամ հավանգով թեթևակի ճզմում ենք եւ ավելացնում ամանի մեջ։ Հիմա գալիս է ասպիրինը եւ այստեղ պետք է շատ զգույշ լինել։
Վերցնում ենք հաբը եւ փոքր դանակով նրբորեն քերում։ Օգտագործում ենք միայն այն փոշին, որը մնում է դանակի ծայրին։ Դա մոտավորապես հաբի 5-րդ մասն է կամ նույնիսկ ավելի քիչ։ Ավելացնում ենք խառնուրդին, լավ խառնում ենք եւ մածուկը արդեն պատրաստ է։ Երբ արդեն ունենք այս խիտ հյուսվածքը, մածուկը պատրաստ է օգտագործման համար։ Եվ ամենալավը մենը, որ կարելի է կիրառել ցանկացած տեսակի բազմացման ժամանակ, լինի դա ջրում, հողում կամ ավանդական մեթոդով։ Այն աշխատում է բոլոր դեպքերում։ Կիրառեք միայն 1 կամ 2 սանտիմետր կտրվածքի վերքի վրա, եւ դա պաշտպանում է կտրոնը սնկերից ու բակտերիաներից։ Ինչի ստիպում արմատավորվել, պարզապես հեռացնում է խոչընդոտները։ Բացի այդ, այս մածուկը հիանալի է մրգատու ծառերի համար, ինչպիսիք են կիտրոնենին, թզենին կամ երիտասարդ ձիթենիները, եւ լավագույն ժամանակները դա անելու համար ամռան վերջն ու գարնան սկիզբն են, երբ բույսը ակտիվ է, բայց առանց ստրեսի։ Եվ մի կարևոր մանրամասն, եթե կարող ես, արադան նվազող լուսնի ժամանակ։ Դա օգնում է, որ բույսի էներգիան կենտրոնանա արմատների վրա եւ զգալիորեն բարձրացնում է հաջողության հավանականությունը։ Վերջում սրտանց շնորհակալություն եմ հայտնում տեսանյութը դիտելու եւ ալիքը աջակցելու համար։ Եթե որևէ հարց ունես, գրիր մեկնաբանություններում, որպեսզի բոլորս իրար օգնենք։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։